Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է նաեւ դե յուրե ամրագրում ունի 2024 թվականի երկու երկրների սահմանազատման հարցերի անձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգերի ընդունումը, որ երկու երկրների փոխվարչապետերը ստորագրել են եւ համապատասխան ընթացակարգերով այդ փաստաթուղթը վավերացվեց, ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականության ենթացակարգային բարեփոխումներին ուղղված աշխատանքները։ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել Արմավիրի մարզում գտնվող մի շարք քաղաքացիների, ապավելով նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին եւ քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի պետության նորանշանակ դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլթայինին, անդրադարձել կատարվել միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ բանակցություններ է վարում նոր եւ ավելի խելամիտ վարչակարգի հետ Իրանում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը մասնակցել է Շենգավիթի համալիր մարզադպրոցում կառուցված խոտի հոկեյի նոր մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը։ Նորակառույց մարզադաշտը միտված է խոտի հոկեյի մասսայականացմանը, մարզիկների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը եւ համայնքում առողջ ապրելակերպի խրախուսմանը։